իրոք նվաստացուցիչ աշխատավարձ է, ես ոչ մի երկրում նման բան չեմ տեսել, որ բուժաշխատողներին այդքան նվաստացնեն, այդքան նվաստացուցիչ աշխատավարձ տրամադրեն։ Երևանի պոլիկլինիկաներից մեկի ինֆեկցիոն սենյակի բուժքույրը, որը 18 տարվա աշխատանքային փորձ ունի, հունվար ամսին ընդամենը 19,000 դրամ աշխատավարձ է ստացել նախկին 59,000-ի փոխարեն։ Նախորդին էլ ստացել է հունվար եւ փետրվար ամիսների աշխատավարձը, 2 ամսվանը միասին ընդամենը 64,000 դրամ։ Պատճառը առողջության ապահովագրության ներդրումից բխող փոփոխություններն են։ Բուժքույրը վարձատրվում է, հիմա արդեն կախված է իր վարձատրությունը բժիշկից։ Բժիշկը ինչքան այդ խորհրդատվություն ունեցավ, բուժքույրը այդքան աշխատավարձ կստանա, եթե չունեցավ չի ստանա։ Ավանեսյանն այսօր ազգային ժողովում անդրադարձել է խնդրին ու նշել բուժաշխատողների աշխատավարձն այսուհետ արտացոլում է ամսվա ընթացքում նրանց իրականացրած աշխատանքը։ Ըստ էության նեղ մասնագետները կստանան մի քանի անգամ ավելի քիչ աշխատավարձ, քան օրինակ ընտանեկան բժիշկները։ Եթե նախկինում այդ հաստիքի վճարը չէր ենթադրում եւ չէր ցույց տալիս, օրինակ ֆիզիատր ամսվա մեջ քանի պացիենտ է սպասարկել, 1, 10, թե 100։ Մենք հիմա առաջիկայում մի 2 օրվա ընթացքում քննարկումներ ենք ունենալու հենց իրենց հետ եւ մենք պիտի փոխենք այս մասով նաեւ հանրապետության ծանրաբեռնվածությունը։ Մենք պիտի մեր սիրելի մասնագետներին առաջարկենք վերապատրաստվելու ընտանեկան բժշկության ոլորտ, որտեղ այստեղ էլ ունենք պակաս մասնագետների եւ պիտի լրացնենք այս պակասը։ Բուժհաստատություններում սակայն համամիտ չեն, թե աշխատակիցների ծանրաբեռնվածությունը թեթևացել է։ Ոչ, չի փոխվել, դեռ ավելին, մի բան էլ ավելի ծանրաբեռնված ենք աշխատում, այդ չեմ ասում, որ Արմետ համակարգի ծրագիրը խափանումներով է աշխատում, օրեր են լինում, որ ժամերով սպասում ենք տվյալ Արմետ համակարգը բացի, որ կարողանանք ուղեգրի կախել, ուղեգրի խորհրդատվություն ուղարկել եւ մնացած գործողություններ անել։ Դա էլ իր հերթին է դժվարացնում բժշկի աշխատանքը։ Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է նաև պոլիկլինիկաներում ինֆեկցիոն կաբինետները փակելու մտադրության մասին։ Ըստ Ավանեսյանի պոլիկլինիկաներում դիմելիություն չկա։ Աշխատանքի ծավալը օբյեկտիվ կրճատվել է, բայց մենք հասկանում ենք, որ մեր սիրելի մասնագետներին մենք միասին պիտի նրանց զբաղվածության հարցը լուծենք։ Վերաբերում է նաև ինֆեկցիոնիստներին։ Այո, սիրելի լրագրողներ, պոլիկլինիկայում ինֆեկցիոնիստին դիմելիություն չունենք եւ ըստ այդը մենք նրանց էլ այն բժշկական կենտրոնները, որոնք բուրգային տրամաբանության մեջ են, նրանց զբաղվածությունը կապահովենք հիվանդանոցային ոլորտում, Երևան քաղաքում մեր բոլոր ինֆեկցիոնիստները հնարավորություն կունենան նաեւ ընդգրկվելու մեր ազգային կենտրոնում աշխատանքի։ Պոլիկլինիկայում սակայն հակադարձում են ինֆեկցիոն կաբինետը փակելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ վաղուց չէր COVID-ի համավարակը, ընդամենը մի քանի տարի անց էր, ու ոչ ոք թող չփորձի հանկարծ նստել առողջապահության առաջնային պահպանման հիմնարկների ինֆեկցիոն կաբինետների աշխատանքը, թե բուժական, թե համաճարակաբանական առումով։ Եթե մեր նախարարությունը ունի պայմանավորվածություն հին եւ ներկա ապագա բոլոր մանրէների վիրուսների հետ, դեպքում թող ուրեմն փակեն ինֆեկցիոն կաբինետները։ Բուժքույրը նշում է առողջության պահպանման առաջնային օղակի ինֆեկցիոն կաբինետը կարևոր նշանակություն ունի համաճարակների տարածման կանխարգելման տեսանկյունից։ Սեզոնային բաներ կան, ինֆեկցիաներ կան, օրինակ հիմա շատ են դիմում փութեշնա գլուխ բարձրացել, այդ ինֆեկցիոն հիվանդությունը, ջրսաղիկով են դիմում են էնտերովիրուսային վարակով, էլ չեմ ասում, որ ամրանամուսներին էլ աղիքային ինֆեկցիաներն են շատ լինում։ Դա ամեն ինչը կազմակերպում է ինֆեկցիոն կաբինետը եւ եթե անհրաժեշտություն է լինում, խորհրդատվություն են տալիս, ուղեկիր են տալիս, ուղարկում են ինֆեկցիոն հիվանդան։ Մենք շատ մեծ վտանգի առաջ կարող ենք կանգնել ու կորուստներն էլ կարող են անդառնալի լինել։